Տեղյակ եք, որ Փաշինյանը հույժ գաղտնի որոշմամբ շուրջ 3 միլիարդ դրամ է բաժանել իշխանականներին, նախարարներին մոտ 7 միլիոն դրամ, վարչապետին ու փոխվարչապետերին ավելի շատ, բայց ասում է, որ թոշակները բարձրացնենք, թոշակառուն չի իմանա ինչի վրա ծախսի ավել գումարը, արդար է արդյոք, դուք ծախսելու տեղ չունեք եւ ծախսելու ձևը չգիտեք։ Ինչ ենք ստանում, որ ինչի մտածենք, թե ինչի վրա ծախսենք։ Հա? Ինչ ենք ստանում։ Eski բարձրացը նայել չտա դուսկյա, նայել չտա, ոզում չենք, նայել չտա, թեք դուսկյա։ Ճիշտ ասում, ընտրել ենք դրա համար էլ չգիտի, եթե չընտրենք, տենց չեր ասի։ Խի, դոց ինք կամ ես 10 միլիոն ծախսել, ես կամ չեմ 10,000 դրամ ծախսել, լավա կրացնենք, գրեխա պահենք, ընտանիք պահենք, փող ծախսենք, հիմի կամ չենք 10 մայթ ծախսենք, ինք կարմ են փողի վրա դստած ծախսեն։ Այդքան կարամ ասել։ Խի չգիտի, խի ինքը կամ լավա ծախսի, լավա ուտի կամ բանը կամ չի, թոշակառուն ծախսի, թոշակը պետք է 100-ից պակաս չլի, ոկանա շապատ մի հետ միս ուտի, թոշակար հատ է ճիճան ուտի, պարկանում շեշա ավակը, որ հանցնի հատ ուտի, ես վեց մանցում իշ դապրի, ես չեմ տուր, ես վեց մանցու կապես միամիս, ես մանալ սրանում 100 մանցու չեմ կամ ապրել։ Իրանք տակ տեղը նստած, հագնված, կապնված, այդ պատգամավորներից կարող է 30% մասնակցի, բայց ստանա 100%-ը, որը մեր ժողովրդի քրտնիքն է։ Մեր հարկերից է կուտակվում այդ գումարը եւ բաժանվում իրենց մեջ։ Շատ ճիշտ կլեր, եթե ինչ-որ մի փայաբաժն էլ, ես չեմ ասում, այտենց կոռուպցված գումար, թեկուզ 1000 դրամով թոշակառուն կուրախանը։ Նրա համար էդ էլ նշանակություն ունի։ Դե ոնց կարա այտենց բանը ճիշտ լինի։ Այդ հարցը որ տալիս եք մի հատ խորը մտածեք նոր այդ հարցը տվեք։ Տեղ չունեն ծախսելու թոշակառուները։ Քարտային եք ցեմ թոշակառու ոնց է քարտայից օգտվելու։ Ոնց եք օգտվելու։ Դե ոնց են օգտվելու, չի կարող տնից դուրս գա, ոնց պետք է օգտվի։ Այն չգիտեմ։ Ոնց ես թոշակ ստանում եմ, չգիտեմ ինչի համար եմ ծախսելու։ Խի դասելու բանա, որ ասում են, դասելու բան չի, որ ժողովրդին խառնում են իրար, բան չով է բարձրացնում թոշակը, խանութի հաշվին, Բայց թոշակառուն գիտի իր գումարը ոնց կծախսի։ ոնց չգիտի մարդը, 35 մայր թոշակ աստանım, 35 մայրը չգիտի որտեղ բաժանի, պարտ կտա, հացին տա, կոմունալին տա, ընչին տա, շոր առնի, դեղին տա, ընչին տա։ Եթե չի կարող չբարձրացնի, բայց չխառնի իրար ասի 20% խանութը տալիս, 3% խանութ, ով ուզմա, թողնա խանութից առև տորան իրան 20% վեկալնի։ Ես չեմ ուզում, որ վերջը քարտ փոխվի բանալ, ինձ են 20% պետք է, ինձ են 3% պետք, ինչ են խառնում իրար, ով ցանկություն ունի թող նայել իրան քարտը փոխի, չումն հարցը, ով քշերը քնում է վեկենում մի նախարար տեն մեզ մի բան, որը մի հատ լավ դրեք, մի հատ քննարկեք, դեգրա ճիշտ է, ճիշտ չի, խի դրանց նման տնտեսագետներ կան, կոմունիստներից մնացած 80 տարեկան, 70, մի հատ հարցում անեն, ասեն ես բան ուզում եք, սենց անենք, ոնց կլինի, ամեքն իրանցից բաներ մաներ են նորմալ ջան։ 63 տարեկան կնիկ եմ, ասմա 63 տարեկան ինչ տարիքա թոշակ ստանա, վերջը, բայց կέντեմ ճամփամակեմ 100 մանոտ բարձ չեմ տանի, թոշակ չստանամ, գոնե որ հացի տամ։ Իրեք հիվանդուն եմ տանը, ես ինձ էլ ասում չեմ։ Խիչեմ գիտեմ, իմ չեք իչ վրա ծախսենք։ Փողը ինչ կրի, որ ոչ մեկի ծախսեմ, սրան յարլանթերն եմ հակնամ։ Պերատան բարձերել թնգստել, սամ ինչը, Նիկոլին որպես ինչ անեմ։ Ինչ անեմ Նիկոլին, տան 3 հատ հիվանդուն եմ, 2 տարեկան եղանանը չի քայլում, ինչ անեմ։ Իմալի տրեխավն եմ, կեզ միլիոն փողն ուզում էր, իմ ռեխինա պերացանը 40 տարեկան տղիս։ Մարդը նույնը։ 36 մանետ թոշակ եմ ստան, ես դրանով ինչ ապրեմ, ցավը տանը, միայն ակել մայր եմ, հաշման թամեմ, բա ես էլ ուշ չեմ աշխատելի։ Թոշակը բարձրացնի գիտեք ինչի վրա կծախսեք։
Ինչի վրա դեմ աշխատին, մենակ կինեմ վերջ ցավը տանեմ, ինչով աշխատեմ, չեմ կարողանում, այ եկել եմ հիվանդանոց, ջերս 2 կոպեկ չկա, որ ես իմ գործերն անեմ։ Ոչ չի մանում, ոչ չի մանում, հենց ծերը թոշակավոր, հացը, ջուրը, մեկ էլ հետը ապրի, միշքան տարի կապրի,